Հայաստանի տնտեսական մրցակցության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով խորագրով գործարար աշխատաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել բացման խոսքով, որում ասել է. «Այս քննարկումը ինձ համար հետևյալի մասին է, թե ինչպես ենք մենք միասին կառավարությունն ու մասնավոր հատվածը սպասարկում Հայաստանի պետական շահն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է։ Ես ամեն անգամ սա ավելի համոզված եմ ասում, որովհետև տնտեսական զարգացումը և նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պետք է տան կամ սահմանափակեն հնարավորությունները երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու», ասել է նա։ Փաշինյանի խոսքով ինքը շատ կոնկրետ խնդիր ունի այս աշխատաժողովում։ Ինձ համար կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում, ինչ խնդիրներ կան, որ խնդիրներ էին, որ կան և այլևս չկան, և որ խնդիրներն են, որ եղել են և շարունակում են լինել։ Լուծմանը մոտ ենք, թե ոչ, և այդպես շարունակ, եզրափակել է խոսքը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերի կարևոր դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։ Զրուցակիցները քննարկել են Եվրախորհրդի աջակցությամբ իրականացվող Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում ծրագիրը, պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը, ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակման նախաձեռնությունները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում իրականացվող միջոցառումները։ Նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ։ Իր հերթին Լիլիթ Դանեղյան-Բոսլերը ընդգծել է պաշտպանի հաստատության կարևոր առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, նշելով, որ շարունակական արդյունավետ համագործակցությունը կնպաստի ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը։ Հանդիպման ավարտին երկուստեք բարձր է գնահատվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ գործընկերությունը, նախանշելով փոխգործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ։ Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք հատուկ մաս 3 հատորներում վերտառությամբ եռահատոր ձեռնարկը ապրիլի 15-ին դրվեց իրավաբանական հանրության սեղանին։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում։ Եռահատորյակի համահեղինակներն են Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։ Ձեռնարկում հեղինակները ներկայացրել են քրեական օրենսգրքի հատուկ մասերում ամրագրված հանցակազմերը, մեկնաբանելով ոչ միայն դրանց տարրերը, այլ նաև օրինակներով վերլուծել սուբյեկտիվ կողմի դրսևորման ձևերը, հանցագործության փուլերը եւ այլն։ Շնորհանդեսին ներկային արդարադատության նախարարության, Վճռաբեկ դատարանի, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, դասախոսներ եւ ուսանողներ։ Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուկ Մուրադյանը ձեռնարկի տպագրության առիթով շնորհավորելով ներկաներին կարևորել է աշխատության գիտագործնական նշանակությունը։ Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք հատուկ մաս 3 հատորներում ձեռնարկը մշակվել եւ հրատարակվել է կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. Պատմամշակութային հուշարձանների հարգելի պահապաններ, ապրիլի 18-ը աշխարհը նշում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, որպես հիշեցում մեր անցյալի արժեքների պահպանման կարևորության մասին։ Այս օրը կոչ է արժևորելու մեր ազգային ինքնությունը վկայող հուշարձաններն ու մշակութային արժեքները և միասնաբար խնամելու, պահպանելու և փոխանցելու դրանք ապագա սերունդներին։ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված են շուրջ 25,000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ։ Մեր հարուստ և բազմազան ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվում են հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ, ինչպես տարեցտարի ավելացող պետական հատկացումներով, այնպես էլ պետություն մասնավոր համագործակցությամբ։ Սա վկայում է այն մասին, որ հուշարձանների պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է, և դա հնարավոր է լավագույնս իրականացնել պետություն-քաղաքացի միասնությամբ ու համախոհությամբ։
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահապանները, վերականգնող մասնագետները, հնագետները մեր ժառանգությունը պահպանող, սերունդներին փոխանցող և հանրայնացնողներն են, որոնց առաքելությունը միտված է ազգային ու համամարտկային պատմամշակութային ժառանգության ճանաչմանն ու պահպանմանը։ Ճանաչենք, պահպանենք ու ժառանգենք սերունդներին մեր պատմության ու մշակույթի հուշարձանները, որոնք նաև համաշխարհային մշակույթի մաս են։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ ու արգասաբեր գործունեություն։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի անմիջական ուշադրությամբ համայնքի հուշարձանների պատմամշակութային կոթողների և տեսարժան վայրերի պատշաճ պահպանության և հանրահռչակման նպատակով մշտապես իրականացվում են հետևողական աշխատանքներ։ Վերջին տարիներին քաղաքի տեսարժան և կենտրոնական հատվածներ են տեղափոխվել կորստի մատնված գեղատեսիլ հուշարձաններ և նորոգվել կիսաքանդ հուշատեղիները։ Ապրիլի 18-ի հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդին համահունչ Աբովյանի համայնքապետարանը կազմակերպել էր բոլորի համար մեծարժեք ու համայնքի այցեկարգ համարվող պատմամշակութային հուշարձանների, հուշակոթողների և տեսարժան վայրերի մաքրության և խնամքի ծավալուն աշխատանքներ։ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել և այդ իրադարձությունից ավելի քան 100 տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների և մարտահրավերների առջև։ Armenpress գործակալության հետ զրույցում Նիկոլա Բեյը անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Որպես ֆրանսիացի և եվրոպացի կարող եմ փաստել, որ մենք և Եվրոպական միությունը համերաշխ ենք Հայաստանի հետ, և այդ համերաշխությունը հիմնված է ընդհանուր քաղաքակրթության վրա, որը մենք կիսում ենք։ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որն էլ հենց կապ է ստեղծում Հայաստանի և Եվրամիության ժողովուրդների միջև։ Մյուս կողմից աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված Հայաստանը մշտապես գտնվում է սահմանակից Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում, որոնք ցանկանում են վերստեղծել մեծ օսմանյան կայսրությունը։ Որպես ֆրանսիացիներ ու եվրոպացիներ մենք պետք է լինենք հայերի կողքին և երբեք նրանց մենակ չթողնենք, ասել է Բեյը։ Նրա դիտարկմամբ այն, որ Ադրբեջանը ազատ չի արձակում հայ գերիներին, ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ։ Եվրախորհրդի պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա տարածքային կոնֆլիկտ, կան սահմանների հետ կապված քննարկումներ, բայց պատմական իրողությունն այն է, որ Արցախի ժողովուրդը նրա պնդմամբ պետք է ունենա իր տարածքում անվտանգ ապրելու հնարավորություն։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցություն վերնագրով բանաձև նախագիծ ձայների 105 կողմ 9 դեմ 33 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Բանաձևը ի թիվս այլնի դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։ Հայաստանն ու Վրաստանը այս բանաձևի նախագծին կողմ քվեարկած երկրների ցանկում են, մինչդեռ Ադրբեջանը ձեռնպահ է մնացել։ Լյուքսեմբուրգի և Լիտվայի նախաձեռնած 12 էջանոց բանաձևում երկու անգամ հիշատակվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, մեկ անգամ նախաբանում և մեկ անգամ հիմնական տեքստում։ Բանաձևի նախագծին դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Բելարուսը, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը։ Անչափահասների այդ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է բազմաթիվ հմտություններ, ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից։ Հենց այս կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը խորագրով երրորդյա վերապատրաստումը։ Վերապատրաստում իր բնույթով աննախադեպ է, ինչ առումով, որ վերապատրաստմանը մասնակցում է ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Ղեկավար կազմը առաջի անգամ է վերապատրաստում անչափահասների հետ տարվող աշխատանքների մասով։ Վերապատրաստումը լավ հնարավորություն է ընձեռում համայնքային ոստիկանին ծանոթանալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի կողմից մշակված ոստիկանության արձագանքը երեխայի նկատմամբ բռնության և անչափահասի կողմից իրավախախտման դեպքում ձեռնարկին որպես աշխատանքային ուղեցույց գործնականում կիրառելու համար։ Համայնքային ոստիկանության ղեկավար կազմի համար այս վերապատրաստումը 3 հիմնական ուղղություններ է ընդգրկում։ Դա իրավական դրույթներն են, որոնք վերաբերում են երեխաների հետ աշխատանքի առանձնահատկություններին, դա երեխաների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկություններն են առանձին մասով եւ թմրանյութերը, կախվածությունը եւ այդ ոլորտում երեխաների հետ աշխատանքի յուրահատկությունը։
Վերապատրաստման ծրագիրը առաջիկայում ընդլայնվելու է եւ որպես մոդուլ կկիրառվի ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ոստիկանների վերապատրաստման համար։ Այս քննարկումները, հանդիպումները շատ մեծ նշանակություն ունեն հետագա մեր գործունեության ընթացքում երեխաների բռնության, նրա հետևանքների կանխարգելման, բացահայտման հետ կապված։ Ինտերակտիվ քննարկումները, խմբային աշխատանքները եւ փորձի փոխանակումը թույլ են տալիս մշակել աշխատանքային ընդհանուր կանոններ բռնության դեպքերին արձագանքելու եւ կանխարգելելու համար։ Խոսքը այստեղ ոչ միայն պրակտիկ գործողություններ սովորելու մասին է, խոսքը երեխայի կենտրոն մոտեցումներ սովորելու մասին է եւ այստեղ արդեն շատ կարեւոր է, որպեսզի իսկապես ղեկավար կազմը կարողանա համապատասխան մշակույթը ներդնել համայնքային ոստիկանության բաժանմունքներում, որպեսզի նաեւ աշխատակիցները կարողանան պատկերացնել, որ իրենց առօրյա գործողություններում այդ մոտեցումները իսկապես ողջունելի են, իսկապես կարևոր են։ Վերապատրաստումը կազմակերպվել է ներքին գործերի նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ։ Ապրիլի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում փոխանցում է Շամշան-Քոմը։ Ժամը 11-ի սահմաններում նոր արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամբեի վարած Շևրոլետ Մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Սեի վարած Օպել Մակնիշի, 72-ամյա Սերժիկ Կի վարած թիվ 271 երթուղին սպասարկող Գազել Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են եղել, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով Նայիրի քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Մարտի 3-ից մեկնարկել է մեծ պահքը, որը տևում է 48 օր բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնի նախորեն։ Ծաղկազարդի կիրակիով սկսվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը։ Շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը։ Ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչության 6-րդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին իր պատկերով եւ նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային եւ նրանց դրեց դրախտում։ Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերանարգելված պտուղը մերկացան փառքից եւ Տերն անեծքով պատժելով մարդուն արտաքսեց դրախտից։ 6-րդ ժամանակաշրջանում Աստված Սուրբ Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ մարդ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը։ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց եւ ապա իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը խաչի վրա մեռնելով բացեց իր կողը եւ կողից բխած ջրով լված մարդու մեղքերը։ Իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից։ Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ նրա հարսը եկեղեցին։ Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է եւ տրտմություն։ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանած խաչելության, մահվան եւ թաղման հիշատակության օրն է։ Այդ օրը տեղի է ունենում խաչելության կարգ։ Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ ի տես հավատավոր ժողովրդի։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերտ բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ տանող ավտոճանապարհը։ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Ապրիլի 20-ից 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ապրիլի 21-ից 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժ գնացում 14-ից 17 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 19-ից 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։